Սիրելիներս ողջույն, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք։ Դե ինչ, այսօր լինելու է տնական վլոգ, ինձ թվում է, որ դուք մեր խանութներից քիչ-մը հոգնեցիք, ես որ անձամբ իրոք հոգնեցի։ Քանի որ ինքս էլ խանութում եմ աշխատում, ոնց որ խանութ գնալով այնպես տպավորություն է, որ ես հələ աշխատանքի մեջ եմ, անկեղծ եմ ասում, չգիտեմ ձեզ մոտ այդպես է թե ոչ, եթե դուք աշխատում եք խանութում կամ ինչ-որ մի վայրում, որտեղ որ դուք աշխատում եք, բայց ձեր համար եք գնում, դուք էլ եք այդ տպավորությունն ունենում, որ դուք գնացել եք աշխատանքի, չգիտեմ, չեմ կարող բացատրեմ։ Մի խոսքով ժողովուրդ, քանի որ մենք զատիկի նախաշեմին ենք, քանի որ դուք ինձ գրել էիք, որ չայի սերմերով կարելի է գեղեցիկ էլի աճացնել եւ սարքել, այն որ ասում է ձվերի մեկ էլ ինչի համար, օրինակ գինու շշի համար հա դնելու խոտեր, տենց ասեմ, ես գնեցի չիան, ես գնեցի մեկ էլ չգիտեմ ոնց է կոչվում հայերեն սիմինալնա, Արմենն ասեց, բայց մոռացա, որ ճիշտն ասեմ, սա է, սիմինալնա, Մի խոսքով դուք հաստատ գիտեք սա ինչ է, և չիայի սերմեր եմ գնել, հիմա համ չիայի սերմով մի հատ կցանենք, համ մի հատ սրանով կանենք ժողովուրդ, ես այսօր խոտացանությունով եմ զբաղվելու, համ էլ ուզում եմ նորից ոսպով անեմ, հեսա բացատրեմ ինչու, իրականում, նայեք ինչ եմ որոշել, տեսնում եք այս հատվածը, տեսնում եք, Ես ուզում եմ, որ այս հատվածով խոտեր լինեն, սենց բարակ շերտով, երկար խոտեր լինեն, ու ստեղ լինի զատիկային ինչ-որ դեկորացիա։ Իսկ դրա համար ինչ է ինձ պետք խոտ աճացնել։ Ու դրա իսկ պատճառով ես պատրաստել եմ այս ամանները, ժողովուրդ, սենց 3 հատ հիմա անելու եմ, նայեցի համապատասխանում է հենց այդ դրան, գցանեմ ոսպ, սրանց մեջ ոսպը կլինի և գտա, որ ասում է հիշում եք, որ ունեմ էլի զատիկի համար բաներ, սենց նապաստակներ ունեմ, որի մեջտեղը մոմ ես դնում վառում ես, գտա իմ նապաստակի զամբյուղիկը անցած տարի էի գնել ու անցած տարի նույնիսկ խոտ էի աճացրել սրա մեջ, ծածկել էի ֆոլկայով, թե չեմ հիշում արդեն սննդային թաղանթով, մեկ վայրկյան, Եվ մեջը խոտ էի աճացրել, որ ճիշտն ասեմ, հիմա սա էլ եմ պատրաստել, մի խոսքով ուզում եմ կամացից զարդարեմ, պարտադիր չի վերջի 2 օրում, հա, զատիկի պատրաստությունը տեսնենք, սա այն, որ գնեցինք միասին կեղվողից, պարզվում է սենց երկար շերտ է գնում, տենում եք, հոպ, այս սենց գնում է, սա մեր բարձիկներն են, հեսա փոխելու ենք, քաշելու ենք բարձի երեսի վրա, մեր ճուտիկները ու սրանք էլ ունեմ, մոռացել էի, որ էլի ճուտիկներ ունեի, ճիշտն ասած, կոնֆետիկներով, ճուտիկ, այս ճուտիկն է շատ լավիկը, բայց ոտիկներ է ունեցել, բայց աչքից պոկվել է ժողովուրդ, չգիտեմ, ում ձեռքն անգե ինչ ա եղել, բայց էլի սիրուն կարելի է տեղավորել դնել, սրանք ձվիկներ են, որոնք կախում էի միշտ ինչ-որ բաներից, կորոշենք ինչից են կախում, սենց գտել եմ մի խոսքով ժողովուրդ, այս սենց խառը գտել եմ, սրանք տարոսիկներ են իրականում, բայց դրել էի այստեղ ձվիկների հետ, սրանք տարոսիկներ են, արդեն փիթորիկները մի քիչ թափվում են, եթե չեմ սխալվում, նելի հենց պստոների կնունքի ժամանակ, պստոներով վերջի 2 աղջիկների կնունքի ժամանակ ունեցանք այս տարոսիկները, սա մյուսն է, բայց ոնց որ թե փոքվել է, շատ ամփույթ վերաբերմունք ա եղել, բայց ոչինչ կկպցնեմ նորից, շատ լավիկներ էլի նայի, այս մեկը Մարիանայի տղու նման է, մուրթն լավն է, մի խոսքով, սրանք պարզա չենք դնում զատիկի հետ, սրանք էլ միտեղ կտեղավորենք, էլի ճուտիկ ունեմ, կոմպերտիկը ձեռքը, մի խոսքով ժողովուրդ, այսօր անցնում ենք այս գործերին, Ասիցի քանի տունն եմ, մի քանի զարդարանք սարքեմ, դնեմ, տեղավորեմ, որ տեսքը տեղը գտամ, այսինքն ասենց նախազատիկային շունչ տա, ու հետո արդեն տեսնենք ինչ ենք անում միասին, կլինի տան վլոգ, քանի որ նորից եմ կրկնում, դրսերից հոգնեցի, ես ընդհանրապես տան մարդ եմ, ես ընդհանրապես սիրում եմ տանը լինել,
կամ մաքսիմում ինչ-որ մի ուրիշ քաղաք գնալ, ինչ-որ մի նոր բան է, որ ասում բացահայտել, հա, բայց սենց ուղղակի խանութներով ինչ-որ դուրս ու ներս այդքան չեմ սիրում ու այսքանի օրը կարելի ասել ես իմ ամբողջ ամսվա լիմիտը լրացրեցի խանութների մասին չի խոսք ընդհանրապես դուրս գալը, դրա համար դիմացեք, չգիտեմ քանի օր բայց մենակ տան վլոգները լինելու, հուսով եմ, որ չեք դժգոհի, չնայած ես գիտեմ, որ դուք շատ եք սիրում մեր տան վլոգները, ուրեմն անցան գործի առաջինը ցանում ենք մեր, ինչպես ասեցի, ոսպը, հետո կանցնենք չիային։ Ժողովուրդ, ուրեմն ինչ ուզում ասեի, հա, մեկ էլ սրանք եմ գտել, մոռացա ցույց տամ, մեկ վայրկյան հեսա ցույց տամ։ Սրանցից էլ երկու հատ ունեմ, հիշում եք, որ խանութում ասեցի, որ ունեմ։ Սրանք սեղանին կդնենք իհարկե։ Հիմա նայեք ինչ եմ ես որոշել, ոնց ասեցի, տենց էլ անում եմ, հեշտակների դնենք այստեղ, սրանց մեջ 3 անգամով կանեմ ոսպ, էլի երևի դիսկերով կանեմ, դիսկերով հարմար է, շատ սենց բամբակները դուրս չեն գալիս, շատ խիտ չեմ անում, ոնց որ սենց այնքան որ թող եզրերը բաց մնան, նույնիսկ պետք լինի եզրերը կարելի է ճուտիկներ շարել, երբ որ արդեն կաչի ոսպը, չգիտեմ, ինձ թվում է, որ գեղեցիկ կլինի, պարտադիր չի մեկ հատ լինի, որ սեղանին դնես, դրանով եմ, որ ասում եմ բավարարდეს։ Հետո մենք ունենք խոտակեր, այստեղ պարկած, այնպես որ ասում եմ, մեր խոտը ուտող կլինի, չեն գցի գնա, էլի, ափսոսա, այս սենց, հիմա մի թեթև կթրջեմ, մի անգամից, ճիշտ կլիներ գնալ խոհանոց և խոհանոցում Սերինես ամեն ինչը աներ, բայց Սերինը չի ուզում գնալ խոհանոց, Սերինեն ուզում է այստեղ անի, ինչու ոչ, ժողովուրդ, կարևոր չթափենք, հավես չկա պիլասոսելու, արդեն պիլասոսել եմ, էլ հավես չում, ասեց ու թափեց, չէ, սով բրնացի, նորը նանիկը նայում, ասում է, իմ ոսպն ես ցան է, սյո ասում է, ոսպ չունեմ, որ ուտեմ, ասում ունես արխային լիքը կահել է, բայց հեսա ոսպի քոքը կկտրենք, չէ կտրի, այդքան շատ ու չեմ ցանելու, որ կտրեմ, թափում է գիտեք, չէ կողքից, պետք է լցնեի մի հատ ուրիշ բաժակի մեջ, կամ ամանի մեջ, նորը տեից լցնեի ստեբաշ, չէ, այսենց, շատ եմ տեսնում, TikTok-ով, YouTube-ով, Facebook-ով, ժողովուրդը իրոք բավականին շատ են տարածում ստացել չիայի սերմերով խոտը, շատ գեղեցիկ է լինում, սենց խիտ աճում է, բայց այդքան շատ չեմ անի չիա, որ ճիշտն ասեմ, նաև տեսա, որ չիան շատ օգտակար է, կարելի է ուտել, ժելեի նման է դառնում, հիմա կասեք այս աղջիկը որ աշխարհից է, այս աղջիկը ընդհանրապես չի սիրում տենց բաներ ուտի, հավեսս տվեց, ես գիշեր կթրջեմ, երեկոյան քնելուց առաջ, չայի սերմերը կթրջեմ, վաղը հատապտուղները կլցնեմ մեջը, կուտեմ, ասում են, որ լավ է, նիհարացնում է, իսկ քանի որ սերնեն հլը շարունակում է նիհարել, հլը նա դեռ չի հանձնվում, ուզում է էլի նիհարի, ուրեմն պետք է ինչ անի, ամեն ինչ անի, որ նիհարի, ահա ժողովուրդ, նա սենց զգուշ, ջուրը լցնենք, որ ոսպիկները շատ էսկոմենկոմ չլինի, բայց չեմ դնի հլը որ ստե, որտեղ սիրուն չի, հլը չի աճե, և երևի ես վերևը դնեմ, չէ, վերևն է կարող այն պստիկ պիսիկը թրնի բարձրանա, չնայած ենի խոտ չի ուտում, ես մեծ պիսոյի նման չի, բայց դե ամեն դեպքում, որ չքանդի թափի էլի, պիսոյա, կենթանի ամեն դեպքում, մի քիչ էլ ջուրի կանենք, շո, ես մեկը պատրաստ է, Այն խոտերը ծլել են իդեպ, որ միասին ցանել էինք, հիշում եք, ոսպը ցանել էինք, սարքել էինք սենց, ցանել էինք, սենց, վերջ, ես մեկը պատրաստ է, ժողովուրդ, մեկ էլ գիտեք ինչ եմ ուզում անեմ, հիմա ասեմ, ժողովուրդ, նայեք, հիմա մոդայ է, չէ, ես տիպիկ ուժեր են սենց կիսապարկած դնում, ու խոտը վրից աճացնում են, ներսից աճացնում են, սա գինու կուժա, մենք գնել ենք այս տեղից, նայեք ինչ գեղեցիկ է,
Մի խոսքով, ես այտենց չեմ անում, ես դրել եմ ցորենի հասկերը մեջը, պատրաստել եմ աման, հիմա նայեք ինչ եմ անում, էսի դնում եմ սենց մեջտեղով ու կողքերով ցանելու եմ չիայի սերմերը, ինչպես որ դուք ասեցիք, այն մյուսը չեմ անի, որ ճիշտն ասեմ, արանքում մինչև են ոսպի հարցերն էի լուծում, 2 հատ առանց ձեզ, մտա նայեցի YouTube-ով, ասեցի տեսնեմ ոնց ինչ տեսք ունի, իրականում շատ չիայից չի տարբերվում ու իմաստ չունի ինձ թվում է նայել անեմ, հակառակը նա պարզվում է, ինչպես եւ չիան, շատ օգտակար է մեզ կանանց, շատ բաղադրատոմսեր կա, մտեք նայեք ժողովուրդ եւ օգտվեք, կանանց շատ օգտակար է, նորից եմ կրկնում, ես պատրաստում եմ օգտագործել թե ընդհանրապես մաշկի համար, մազերի համար, քաշի համար, ամեն ինչի համար, մի խոսքով, այնպես որ խորհուրդ եմ տալիս դուք էլ գնեք, ոչ թե խոտ աճացնելու համար, այլ կոնկրետ օգտվել, լցնել ձեր յոգուրտների մեջ, կեֆիրի մեջ, տարբեր բաղադրատոմսեր կա, մի խոսքով, որ մտնեք, նայեք, հաստատ դուք էլ ձեզ համար ինչ-որ մի հարմար հասանելի բաղադրատոմս կգտնեք, ինչպես օգտվել, հա? Ժողովուրդ, այսինց շարում ենք, չեմ ուզում, որպեսզի զի, ու ստեղ չիան կցանեմ, ու այդքանով որոշ մեկ սահմանափակվենք, 3 հատը կդնեմ ես իբրև թե բուխարու վրա, ստեղ ջուր է թափվել, վրես որ ոսպը ջրեցի, վրես ջուր թափվեց, բայց դե ոչինչ, սա կչորանա, այս մեկը կգնա սեղանին, միգուցե ձվիկները կդնեմ, իսկ այն մյուսը արդեն միգուցե նրա վրա ուրիշ ինչ-որ բան դնեմ, որ ցանել ենք միասին, աճելա բավականին, հիմա սրա հարցերը այսպես լուծենք ու անցնենք մնացած բաներին, արագ անենք, վերջ, մի շաբաթ էլ երևի կգնանք ձվիներ կկառնենք ժողովուրդ, որովհետև կարծեմ ունեմ ձվիներ անցած տարվանից, բայց չգիտեմ ժամկետն անցել է թե ոչ, դրա իսկ պատճառով երևի թե կգնանք, համ էլ լավաշ պետք է ասեմ պահեն մեզ համար, կամ չեմ գնա, կամ էլ կզանգեմ, կասեմ թող լավաշ այդ օրվա վրա պահեն, ու երբ որ արդեն մի քանի օր կմնա, կամ չկգնամ, գիտեք ինչի կգնամ, չգիտեմ, մի խոսքով, սկում եք չէ ինչ խառնա գլուխս, սպասեք գնամ գթալ բերեմ ու գամ։ Հələ կորոշենք ռուսական խանութի հարցերը, հետո կվոլոսենք, ես հենց սկսում եմ վլոգ վարել, չգիտես ինչու, թլիկանում եմ, բայց երևի կարող ասենց է կարանամ լսնեմ էլ, շատ այդում, բայց երևի խիտ չէ, պետք արվի, որպեսի ինքը մանր ասեր մերը, չգիտեմ, դուք ուղղակի չեք տեսել, ես ինչ արեցի, մեկ վարկյան եսա ցույց տամ, ասինք խիտ չասինք, հա, մեկ վարկյան սես տորոցեմ, թե չէ, չգիտեմ, կաճի չէ ժողովուրդ, կոսկոցում եմ մի տեսակ, ես ես մանր բլոճիկների վրա, ոնց որ բլոճներ ելնեն, որ չի աճե, ինչ է, կամ գոնե աճելուց էլ սիրուն աճի, հո, ուժիս կողքերը, ես ինչա սերինը անում, հավեսի կցեցի ձեզի ժողովուրդ, ով չի ցանել չիայի սերմեր, հելի մի հատ հենց հիմա գնում եք և չիայի սերմեր եք ցանում, չեք ուտում, հա, որտև օգտակար է, ցանում եք, որ հետո փիսոն ուտի, չգիտեմ պետք էր սկզբից բարձիկները թրջել, թե ոչ, բայց արդեն ուշ է, Oulalala, catastrophe, ոնց որ կասի Էլենջոն, c'est pas professionnel,
ու կասի ես վստահ եմ, որտեղ Էլենը բոլոր վլոգները դնում նայում է։ Էլեն աղջիկ չասես սեպա պրոֆեսիոնալ։ Okay։ Իդեպ գրել էիք Էլենը ձեզ հետ է ապրում, ոչ Էլենը մեզ հետ չի ապրում, Էլենը իրեն ստանն ապրում։ Եվ երբ որ դուք իրեն տեսնում եք, կարող ձեզ մոտ տպավորություն է, որ ինքը մեր տանն ապրում, բայց չէ, ինքը մեր տանը չի ապրում։ Առայժմս։ Ահա, всё, ժողովուրդ։ Ցանեցինք չիայի հարցերը լուծեցինք ոնց որ թե եթե աճի, կաճի, այնքան եմ լցրել, որ ուզի կաճի։ Ստե ձերքերիս եմ մի քիչ կպել։ Բայց դե, վերջ։ Էլեն չոր մեր տանը չի ապրում, չէ։ Լինում է, որ մնում է մեր տանը, իհարկե, որովհետև ուշա լինում, էլ տուն չի գնում, բայց չէ, մեր տանը չի մնում։ Նաև հարցնում էիք, երբ եմ ձեզ ծանոթացնելու Էլենի հարազատների հետ, բարեկամների, մամայի, պապայի, երևի, հա, եղբայրների ժողովուրդ։ Դա արդեն երբ որ ժամանակը կգա, կծանոթանաք։ Չեմ կարող ասեմ կոնկրետ երբ ոնց ինչ, բայց առայժմս դրա կարիքը չի կա։ Որ ես ձեզ ծանոթացնեմ, էլի։ Մի հատ պետք է մեկ սկզբից լավ ծանոթանանք, հետո ձեզ ծանոթացնենք։ Всё, եղավ։ Լավ ավատա էտա, հիմա մնում է աճի։ Աճելա, ասում եմ մերսի ձեզ։ Չի աճում, նորից եմ ասում մերսի ձեզ, որ մյուս անգամ էլ չեմ անելու։ Սա էլ դնեմ այն կողմի վրա, բայց սիրուն կլինի, հələ պատկերացրեք, որ աճի։ Ժողովուրդ չէ։ Չէ, Միկո ջան, դու չես գալի իմ մոտ։ Ես նստում ես, ուզում եմ միանգամից գա ու նստի գիրկդ, բայց չէ։ Ստեղ քաշեմ, այս իմ նոր գնված, ոնց են ասում, բարձի երեսները, այս արջուկները կարելի է հանել, հիմա առայժմ մեզ պետք չի։ Սա ձմեռային ավելի շատ, բայց քանի որ կար արդեն դրած էր, չէի հանում։ Իրականում բարձի երեսները սրանք են։ Բայց, չգիտեմ, գիտեք, կարող փոխեմ, էսի դնեմ ստեղ, թե, մի քիչ շատ է, չէ, տարբերվում գույները, չէ, նյետ, այս սրանք կմնա իրա տեղում, իսկ սրա վրա կքաշվի սա, կդնեմ կրեսլոների վրա այս բարձերը, նախ այդքան շուշուտ չենք նստում այդ կրեսլոների վրա ու որպեսզի շատ այս կոմեն չանի, Հենք դեկորատիվ բարձի երեսներ են, էլի, որ ասում օգտագործելու չեն։ Սրանք են դեկորատիվ, բայց սրանց վրա հենվում ենք, նստում ենք, գլուխ ենք դնում։ Իսկ սրանք այնքան որ ոնց որ գեղեցիկ Երևան, քանի որ նորից եմ ասում, կրեսլոն այդքան շուշուտ չենք օգտագործում։ Այսպես, հիմա, օй, ինքան դժվար է մտնում, չքով բարձր են, կոպիտ։ Գեղեցիկ, բայց կոպիտ։ Всё, մտավ։ Կարողացանք։ Գույները լավն են, ինձ թվում է, համապատասխանում է Զատիկի շունչին, նայեք։ Սիրուն են, չէ։ Թարմացնենք, դնենք, այս մի բանից ենք պրծնենք, քանի որ այսօր տանն եմ, ժամանակս թույլ է տալիս, սենց մանկական գործեր անեմ։ Ոյ, ժողովուրդ, որ աշխատում ես, ոչինչի ժամանակ չի մնում, ժամանակն է, որ մնում է, որ անկեղծ ասեմ շատ վաղ էներգիա չի մնում, ինչ-որ մի բան անելու, չնայած, որ գարունը գալիս է, իրա հետ էլ էներգիան է բերում, երևի, թե կբերի, ինձ թվում է, կշատացնի էներգիան, հաշվի առեք, որ ես հունվարից այս կողմ չեմ հանգստացել, արձակուրդ չեմ ունեցել ու մտածում եմ արձակուրդ ուզելու համար, մտածում եմ, հիմա տեսնենք ոնց է ստացվում, բայց հələ չեմ ասել, բայց կուզենայի, թեկուզ մի քանի օրով հանգստանալ, եկեք թեքեմ, դուք էլ կտեսնեք, Եթե բալկոնի համար եք հարցնում, ապա ոչ, բալկոնը ոչինչ չեն կարել, Արմենը որ մի քիչ հիվանդ ու վատառողջ էր,
Մեղքս եկավ չտանջեցի։ Այսպես։ Սրան են չէ։ Չգիտեմ կամերան փոխանցում է թե ոչ, բայց գույները բացվեց, ծաղկային տրամադրություն տվեց։ Հիմա նայեք ինչ ենք անում մենք ժողովուրդ։ Այս գեղեցիկ զարդարանքը որ կա, չգիտեմ, կարելի է իհարկե այսպես էլ անել, ինչ որ տեսք տալ, բայց մի քիչ շատ մանկական է լինում, ինձ թվում է որ տենց պետք չի անել։ Մենք կանենք այսպես։ Կակաչները ցավոք սրտի ես չեմ կարող դնել սեղանին, որովհետև մեր մեծ փիսոն, երբ որ տեսնի հոտը զգա կակաչի, ոյ, յարմիկները դրեն է։ Հաստատ նա չի թողի, որ այդ կակաչը մինչև 1 ժամ անց ապրի, որ ճիշտն ասեմ, ինքը շատ փոքրուց խոտակեր է, չգիտեմ ինչի շատ է սիրում։ Այն ինչ որ ծաղիկ է, խոտա, շատ է սիրում։ Չի նկատել, ստե մորթիով է։ Հա, դրա համար սեղանի չեմ կարողանում դնել։ Դրա համար ծաղիկ շատ վաղ չեմ ուզում գնեմ, որ ճիշտն ասեմ, նրանք արխիդեա չի ուտում, այ արխիդեաներին ձեռք չի տալիս։ Ճաշակով չի։ Դրա համար ստիպված ստեղ եմ դնում։ Լավա մի քիչ ծերացել է, ծանրացել է ու չի կարողանում թռնի ստեղ։ Թե չէ ստեղ էլ չէի դնելու, վերևն էի դնում։ Մի խոսքով մի հատ պատմություն էր, երբ որ ես ծաղիկ եմ ունենում, մի հատ պատմություն էր, որտեղ դնես, որ Նիկոն իրանով չանի։ Ժողովուրդ, էսի սենց։ Հիմա այս տակի մոմերը ուզում եմ հանեմ, որ ճիշտն ասեմ, նապաստակը ձվիկներով դնեմ տակը, բայց նաև մտածում եմ, ասում եմ, արդյոք իմ լունան կթողի, որ այդ նապաստակը ձվիկներով մնա տակը։ Դրա իսկ պատճառով որոշեցի, որ ոչ։ Տակը այդ նանիկիս ասած նոր տարվա մոմերը կթողեմ, այս սրանք տեղափոխեցի նորից տեղ բերեցի դրեցի, սիրուն է մոմը վառումս գեղեցիկ է լինում, կակաչների տերևները մի հատ թարմացնել է պետք, քչացնեմ տերևները, բան կանեմ։ Նապաստակները ստեղ կմնա, հետո երբ որ խոտը կաչի, էլի նապաստակներին այստեղ երևի թե կթողնեմ, խոտերը կշարեմ, շատ գեղեցիկ կլինի ինձ թվում է, միասին կանենք, էդ էլ միասին կանենք, հիմա տեղափոխվում ենք այս սեղանի մոտ։ Էսի բարձիկներն է մնացել է, որ բալկոնի համար գնել եմ, դրել է այստեղ կատուները չնստեին վրեն, որ ճիշտն ասեմ, բալկոն չեմ ուզում հլը տանեմ, քանի որ հլը բալկոնը խառնա շփոթ է։ Այս կլորիկները կդնեմ սեղանին, սենց, էլի, սպրոց չեմ գցում հիմա, սպրոց գցում եմ, երբ որ տունը հյուրեր եմ ունենում, որ անկեղծ ասեմ, ով կատու ունի, գիտի, կատուները շատ են սիրում սեղանին բարձրանալ, ժողովուրդ, անկախ նրանց դուք ուզեք, թե չուզեք, եկեք սենց անա, որ ձեզ երևա, ուզեք չուզեք, կատուները իրանց անում են, դրա այս պատճառով սպրոց չեմ գցում երբեք սեղանին, հենց հյուրեր եմ ունենում, նոր սպրոցը գցում եմ, որ ոնց որ ասած ամեն ինչ տեղ լինի։ Ինչ ենք անում, ես արանքում կդնեմ ես ոսկե գույնը, ձեզ երևում է, այս թվում է, ուզեք մի քիչ մոտ բերեմ, չնայած որ ինձ չի թվում, որ ձեզ չի երևում, այսինքն անենք, ահա, նապաստակներին կդնեմ այստեղ, սենց, հեսա մոմերն էլ կդնենք, այս ճուտիկին կդնեմ այստեղ, եթե կանգնի, իհարկե, բայց չի կանգնում, եկեք այս ճուտիկներին շարենք, հուսով եմ սրանք կկանգնեն, ոչ մեկ չի ուզում կանգնի մի խոսքով, ասում է թող մենք հանգիստ ապրենք մեր կյանքը, օքեյ, ես գիտեմ ինչ կանանք, ձգիքները կլցնենք, եղա, սենց, նապաստակների մինչև այս կողմ, այն կողմ անել, սենց ձվիկ կա, բայց սրանք չեն կանգնի, սրանք ստրաուսի, չեմի չէ դինոզավրի, ստրաուսի ձուն բերի ամեմատեցի սրայել, պուջուրիկ են պիրիպելկաները ոնց են հայերեն, ռուսերեն պիրիպելկա են, մի խոսքով իրանք ձունա, ու չէ իսկականը չի, ունեի որ իսկական էր, բայց սրանք իսկականը չեն, ահա, ոյ, ճուտիկ ընգավ, Այսպես կանենք,
Սրանք ընդհանրապես ծառից են կախում, բայց ոչ, ծառից չեն կախի, չեն ուզում մնան այսօր իմ ոչ մեկ չունի, լավ, այս պիտուրները, այս ճուտիկների սենց արանքներով կդնենք, առայժմս այսպես կզարդարենք, սեղանի թո սենց մնա, վсё, լավա, մի քիչ տրամադրություն տվեցինք տոնային, այս պստուկին չգիտեմ ինչ անեմ, կարելի պրինցիպի, ինչ անի, այս երկու հատ ձուն հանեի, ու այս ճուտիկին հլը մեկ վարկյան էի, հլը մեկ վարկյան ժողորդ, վсё, այս իմ աման մեծ ճուտիկն է, այս էլ իրա 3 երեխաներն են, ինքնստինքյան ովա, ես եմ ու իմ երեխեքն են, բայ էլ չոն չկա ստեղ, չէ, դուս չողա, ես հիմա 4 երեխա ունեմ, ուրեմս 4 ճուտիկ ամեզի պետք, ճիշտ է, ուրեմս մենք կբերենք, որն է Սամոն, Սամոն էսիա, կապույտ կոնֆետով, Ալյունան որ մեկնա, Ալյունան էս կլոր կոնֆետովն է, էս իմանիքն է, ստեղել են տղա աղջիկներ են, բայց նրանք շպիլկաներով են, որ պահի, եկեք մետ աղջիկ հանենք, քանի որ էլենչոն մեր աղջիկա, ես էլ էլենչոնը, ուր դնենք էլենչոյին, Սամոյի կողքը, էլուր պետք է դնենք, վсё, Արմեն չկա, բայց դե ինչ խոնեմ, մեծ տղա ճուտիկ չունենք, բուջուր ճուտիկներով չենք դնի ասենք Արմեն, ոչինչ, մաման է իր ճուտիկներով, օքեյ, ասեք բերեմ մոմեր դնեմ, ստեղ լիքը ես մոմեր ունեմ, զամբյուրիկով մոմերը կվարենք, ճուտիկները եղավ, չգիտեմ երևում է ձեզ թե չէ, դե որ կանաչ շատ չկա, այդքան չի երևում, բայց դե կլինի, երբ որ սեղանը դնեմ, բայց հիմա չեմ դնի, քանի որ ասեցի ես մեր խոզ փիսոն չի թողի, որ մնա, այս ճուտիկներին հələ որ պահում եմ, սա պահում եմ, հեսա մոտքից ձեզ ցույց տանք, ժողովուրդ, ժողովուրդ, էսի մեր ճուտիկա ձվի նապաստակի փարթինա, էս էլ էստեղ էսենց, շատ սիրուն է ինձ թվում է, մնացածն արդեն երբ որ խոտերը կլինեն, խոտերը կդնեմ, տեսնենք, մի խոսքով, էս էլ էսպես, ժողովուրդ, ինձ մնում է այստեղ մի քիչ կարգի բերեմ, իրականում ուզում եմ հավի դոշով, կրծքամսով կոտլետ պատրաստեմ, մեղրով տորթի լիստեր անեմ, քանի որ կհիշեք Արմենի խոստացել էի, այստեղ խոտերը ցույց տամ, որ աճել է, մեր խոտը արդեն աճում է, և իհարկե այստեղ նայեք, ինչ է կատարվում, պլանտացիա ենք բացել, խոտ ենք ցանում, այստեղ իմ ժամացույցն է զարատկայի դրած, ներող եղեք, այսպես, մի խոսքով չգիտեմ, ինչքանով որ ձեզ մոտիվացրեցի, որ դուք էլ հելնեք ու ձեր չիայի, ոսպի, մեկ էլ ասեցիք ձավարչի, ցորենի սերմը, ցորեն չունենք մենք ստեղ ժողովուրդ, ամեն դեպքում, հա, նանիկը աննստվեց, Մարյանան ասեց, ստեղ խանութներ կա, առաքելի խանութում կա ժողովուրդ, եթե դուք գիտեք առաքելի խանութը որն է, եթե ուզում եք գնաք, գնացեք, գնեք, ինձ էլ մի բուր բերեք, տվեք, գնացեք, Դա իհարկե կատակ էր, բայց իրականում ես ոնց որ ասեցի Մարիանային, ես առաքելի խանութ նույնիսկ դրա համար չեմ պատրաստվում գնամ, որտեղ ժամանակ չունեմ, անկեղծ, ոչ թե չեմ ուզում այդ խանութ գնամ, այլ պարզապես ժամանակս չի հերիքի, դրա իսկ պատճառով կցանենք այն ինչ որ ունենք, ցանենք այն ինչ որ ավելի հեշտ է գտնելը։ Եկեք մի հատ ես ձեզ մոտիկից ցույց տամ իմ բարձերը։ Այո, տեսնում եք, հենվելուց լավ հարմար է։
Օй, մեր բալկոնը ահա որ վիճակում է, ժողովուրդ, ահա որ ընդեղ լվացքն է չորանում, պետք է լրիվ, կարգի բերվի, լրիվ հավաքվի։ Այնքան բաներ կա, որ պետք է ընդհանրապես գցենք գնա, մի խոսքով լիքը գործ ունենք, բալկոնը մեզնից կխլի, ես վստահ եմ 2 օր ժամանակ, մինչև մենք այս ամբողջը դատարկենք, հանենք այս կողմեն կողմ, մինչև Արմենը այդ հատականի, Արմենն էլ ամեն ինչը սիրում է սենց մանրակրկիտ, չափված, ձևածանի, սենց շփթփ չի անում, ինչը որ լավ է, մի կողմից էլ վատ է, որտեղ երկար ժամանակ է տևում։ Գրել էիք, որ դուք օգտագործել եք ու կլեյի անհրաժեշտություն չի եղել, Արմենին ասեց չէ, կլե պետք է։ Դնայք հիմա մենք որ գցենք, ասենք պետք է պիլասոսենք, իսկ պիլասոսելուց ինքը բարակ կտոր ամեն դեպքում հաստ չի, ծանր չի, իսկ թվում է պիլասոսը կանի ու չի թողի որ տանենք բերենք, դրա համար ճիշտը երևի թե իրոք կլեյովն է, ասում է այս իրա կպցրած ուզում է ինքը հանի, նոր էդի կպցնի, բայց ես ասում եմ արի վրայից կպցրու, հիմա ես չգիտեմ ինչ է լինելու, չգիտեմ ոնց է լինելու, բայց մի ձև պետք է լինի, որովհետև ուզում եմ, որ բալկոնը խելքի գա, մինչև այն ժամանակ, որ սկսեն արդեն աշխատանքները դրսի կողմից շենքի, այդ ժամանակ արդեն հաստատ չի ստացվի բալկոնում նստել, մտածում էի ծաղիկների համար, որ կախում էի ես այդ գծով, կախում էի, հենա երևում է գիծը, բայց հիմա այս երկաթից այդքան, որ Արմենը քաշել է, այդ քառակուսիները շատ փոքր են, այդ գրուչոկները կասկածում եմ, որ կմտնի մեջ է, դրա համար մտածում եմ, եթե չկարացա, ուրեմն պրոստը մի հատ մի փոքրիկ գարշոկով մի բան կառնեմ կդնեմ սեղանին, այդ էլ մտածում եմ, այս մեծ փիսոն չգա նորից կրծի ուտի, այս փիսոն вообще կյանքս ուտում է, լուրջ եմ ասում, որ այդքան չսիրեինք, Մոնիկցի դուս, չէ, Մոնիկը չեմ, ոն, չէ, այնպես որ չգիտեմ ինչ է լինելու, ոնց է լինելու, բայց մի բան լինելու է ժողովուրդ։ Այդեն սիրելիներս, ես գնացի, փոխեցի իմ վերևը, որովհետև երբ որ ջրեցի ոսպը, որ դնեմ նորից մեբելի գլխավերևում, շատ էի ջրել, ջուրը թափվեց ինձ վրա, ջուրը թափվեց պոլերին, ես սկսա պոլ սրբել, իտոգում գնացի մայջկաս փոխեցի ու հիշեցի, որ ես վլոգս չէի վերջացրել, չէ, որ ես հլը ձեզ ստեսություն չէի ասել, բայց մինչև տեսություն ասելը շատ իրոք անկեղծ շատ կուզենայի ասել շնորհակալություն ժողովուրդ, որ յուրաքանչյուր հոլովակի տակ դուք չեք զլանում եւ գրում եք բազմաթիվ լավ մոտիվացնող կոմենտարիաներ, շատ եք գովում մեր ընտանիքը, մեր երեխաներին, ընդհանրապես մեր ապրելակերպը, շատ անկեղծ շնորհակալ եմ, որ իրոք ձեր խոսքերով դուք ինչ-որ միտեղ ինձ ցույց եք տալիս իմ ընտանիքին ոնց որ ուրիշի աչքերով, հա, դիտել, որովհետև իրականում երբ որ դու ապրում ես 24 ժամ գիշեր-ցերեկ նույն անձնավորությունների հետ, դու արդեն ոնց որ քո առօրյան է դա դառնում, շատ բաներ դու արդեն սկսում ես չնկատել, եւ երբ որ դուք գրում եք, որ շատ գովելի ընտանիք ունեմ, պետք է հպարտանամ իմ ընտանիքով, իրոք անկեղծ շատ շնորհակալ եմ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուրս պետք է հպարտանանք մեր ստեղծած ընտանիքով, քանի որ դա մեր ստեղծածն է, մի քիչ կարող է ամպարա, ոնց են ասում, ամպագորգոր, հա, հնչի ասելով մեր ստեղծածն է, բայց ամեն դեպքում դա իրոք մեր աշխատանքի շնորհիվ է, զույգի շնորհիվ է։ Սկզբից զույգի շնորհիվ է, հետո երեխաների շնորհիվ է, իհարկե, այդ ամեն ինչ, որ ասում եմ, ցեփի պես, հենց գնում է, ու իրոք շատ շնորհակալ եմ, որ նկատում եք եւ լավ բաներ եք գրում, adekvat բաներ եք գրում։ Այսպես, ինչ ուզում ասել, ժողովուրդ, ովքեր ապրում են Ֆրանսիայում, ուրիշ երկրներում, չգիտեմ, նորից եմ կրկնում Ֆրանսիայի ժողովրդին, հայ ազգին, մաքսիմալ կորեկտ, մաքսիմալ ճիշտ ապրել այստեղ, թեմայից թեմա եմ թռնում, բայց նորից լուրեր էի նայում, որոշակի մարդկանց պատմություններ էի լսում, եւ հիմա շատ խստացել է ամեն ինչ, թե աշխատանքի պահով, թե ընդհանրապես թղթաբանության պահով, առաջվա պես չի, այնպես որ զգուշ եղեք, ուշադիր եղեք ձեր թղթերի, թղթաբանության հարցերում, մաքսիմալ ճիշտ արեք ամեն ինչ, փորձեք
եթե չեք աշխատում, ընդունվել աշխատանքի սիրելիներս, ստեղծել ձեր աշխատանքային պատմությունը, ունենալ ձեր թոշակային ինչ-որ ֆոնդի պատմություն, այդպես ասեմ։ Մի խոսքով, ամեն ինչ արեք այնպես, ինչպես որ պետք է, որպեսզի վաղը միսօր, երբ որ ձեր թղթերի փոփոխման հարց լինի, հանկարծ չկայնեք խնդրի առաջ, որովհետև հիմա շատ են բարդացրել, ամեն ինչը սարքում են մի մեծ պատմություն, մինչև մի փոքրիկ թղթի կտոր են տալիս, հա, ստեղի ապրողը կհասկանա ինչի մասին եմ խոսում, իսկ այն մարդը ով չի հասկանա, ստեղ չի ապրում, չի հասկանա թղթի կտոր ասվածը, դա ապրելու եւ աշխատելու իրավունքն է, որը Ֆրանսիայում շատ դժվար է ձեռք բերել է ժողովուրդ, ձեռք բերվածն էլ պետք է կարողանաք պահել եւ պահպանել, որովհետեւ շատ հեշտությամբ վերցնում են մարդկանց ձեռքերից, ինչ որ մի հայ տղա էր խոսում, խնդիրներ ա ունեցել օրենքի հետ եւ 20 տարի ապրելուց հետո, երբ ժամանակն է եկել վերականգնելու նորից ոնց որ թարմացնելու իր ապրելու եւ աշխատելու իրավունքը, նրան դրանում մերժել են։ Ինչ եմ ուզում ասել, որ լուրեր շատ կան, նաև շատ վաղուց ես հետ խոսացել եմ այն թեմայով, որ եթե ձեր թղթաբանությունների մեջ կա անհամապատասխանություններ, այդպես ասեմ, ինչ որ փոփոխություններ ու դուք այս երկրից գնում եք մեր երկիր կամ պարտադիր չի Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից, չգիտեմ, յուրաքանչյուր մեկ այլ երկրից, նաև դրան շատ ուշադիր եղեք, եւս նորից ինչ որ ծանոթներից պատմություններ եմ լսել, որոնց մասին չեմ ուզում բարձրաձայնել, բայց ուզում եմ ձեզ զգուշացնել, մաքսիմալ ուշադիր եւ զգոն եղեք։ Հա, այդպես չի ստացվում իհարկե, շատ եմ ուզում Ստելայի հետ ինչ որ մի փոքրիկ վիդեո կազմակերպել, անել, որպեսզի, քանի որ մեր Ստելան զբաղվում է այդ հարցերով, մեր Ստելան փաստաբանական ուղղություն է ցույց տալիս, թղթաբանական ձեզ շատ օգնում է, շատ-շատերին օգնում է, դա իր աշխատանքն է, հա, դա իր մասնագիտությունն է եւ կուզենայի շատ կազմակերպել մեկ օր, որպեսզի մենք խոսացել ենք իրականում Ստելայի հետ, որոշել ենք, որ մեկ օր պետք է նստենք երկուսով եւ նա մաքսիմալ փորձի ինչ որ մի ինֆորմացիաներ տալ, որպեսզի ձեր քայլերը այստեղ լինեն ճիշտ եւ կոռեկտ, բայց չի ստացվում։ Ես եմ զբաղված շատ, ինքն էլ է զբաղված շատ, դրա իսկ պատճառով չի ստացվում, բայց շատ կուզենամ զուտ նրա համար, որ մարդիկ ովքեր ունեն դրա կարիքը ու ովքեր նայում են իմեջը, ունենան այդ հնարավորությունը, քանի որ ես փորձում եմ ոչ թե մենակ ընտանեկան վլոգներ նկարել, ժողովուրդ, ոչ թե խանութի մենակ կամ մեր սարքածը, պատրաստածը, այն նաև փորձում եմ փոխանցել այն ինչ որ կապ ունի մեզ հետ այստեղ Ֆրանսիայում, կոնկրետ Լիոն քաղաքում, դրա պատճառով լինում են նաև ցուցադրություններ ֆիլմերի, երբ որ գալիս է մեր Լիոն քաղաք, Պարի դպրոցը, իհարկե ես մեծ հաճույքով գնացի նկարանցի ցուցադրեցի, ուզում եմ որ մաքսիմալ լինի լայն իմ էջում, որպեսզի ինֆորմացիան լինի հասանելի եւ ճիշտ, յուրաքանչյուր ուղղությունով եւ առումով, լինի դա կուլտուրայի հետ կապված, լինի դա թղթային, լինի դա օրենքներով, մի խոսքով ժողովուրդ, զատիկային դեկորացիայի վլոգը մի քիչ տեղափոխվեց ավելի սենց, բայց դա էլ է պետք, լուրջ եմ ասում, որովհետեւ ես ինքս ապրելով այստեղ շատ տարիներ առաջ կուզենայի ունենայի ինչ որ մեկ վլոգեր, ով ինչ որ մի փոքրիկ ինֆորմացիա կտար, ինչ որ մի փոքրիկ բառով, խոսքով կօգներ կամ կմոտիվացներ, որը այն ժամանակ չի եղել ու ասեմ ձեզ շատ դժվար է եղել։ Գիտեք, շատ-շատերս հիմա որ սկսում ենք արդեն մենք մեր կյանքով ենք ապրում, ունենք Փառք Աստծո մեր աշխատանքի իրավունքը, ապրելու իրավունքը, հա, տուն, տեղ, աշխատանք, ամեն ինչ կարծես թե որ ասма տեղում է, ինչի համար որ տարիներ շարունակ պայքարել ենք, մի պահ ինքս իմ վրա եմ վերցնում, մի պահ անես տպավորությունն է, որ էլ գոյություն չունեն են մարդիկ, ովքեր որ նոր են եկել, ովքեր ապրում են ֆոեներում, մեզ մոտ Ֆրանսիայում լագերներ չկան, այստեղ մարդիկ ազատ են, ովքեր որ չգիտեն, դուք գալիս եք, դուք ձեր թղթաբանությունը անում եք ձեր քայլերը ու ազատ եք, ոնց են ասում, 24 ժամ շրջել որտեղ կուզեք, իհարկե երկրի ներսում, հա։
լագերներ չկան Ֆրանսիայում։ Այնպես որ ինչ եմ ուզում ասեմ, ֆոեներ են, որտեղ ապրում են ընտանիքներ, կվարտիրա, կարելի ասել, հա, կվարտիրա, բազմա տուն, բազմա հարկ ու այնտեղ ապրում են ընտանիքներ, որոնք սրտատրոպոս սպասում են այդ փոքրիկ թղթի կտորին եւ աշխատելու ապրելու իրավունքին։ Դրա այս պատճառով մեկ-մեկ ինքս ինձ վրա եմ բանանում, ասում եմ սերին, հիմա անես տպավորությունն է, որ դու կարծես քեզ մոտ ինձ մոտ այդ տպավորությունն է, որ կարծես էլ մարդիկ չեն գալիս, այդ էտապները էլ գոյություն չունի, բայց իրականում ունի գոյություն այդ էտապները, իրականում կան մարդիկ, ովքեր նաև տարիներ շարունակ սպասում են իրանց թղթաբանությունների դրական պատասխանին, Աստված դրական լինի, եւ այդպես շարունակ։ Մեկ անգամ մետրոյի մեջ հանդիպեցի հայ ընտանիք, ովքեր նոր էին եկել եւ տեսան, որ հայ եմ, երկու բառով խոսացինք, մի քանի խորհուրդ տվեցի, որի համար շատ շնորհակալ էին։ Ինչ եմ ուզում ասեմ, որ իրականում այդ մարդիկ դեռ կան, գոյություն ունեն, ցավոք, այդպես ասեմ, որ ունեն թե թղթաբանության օգնության կարիք, թե խորհրդի կարիք, զուտ ճիշտ ուղղություն բռնելու, հա, ճիշտ ամեն ինչ անելու։ Դրա համար փորձում եմ ամեն կերպ մեր հայ ազգին այստեղ լինել պիտանի, ինչքանով որ իմ գիտելիքները ինձ թույլ է տալիս, քանի որ ես դրա մասնագետը չեմ, բայց այն ինչ որ ձեզ փոխանցում եմ 100% վստահությունով եմ փոխանցում, 100% վստահ լինելով, որ դա իրականություն է։ Այսպես սիրելիներս, երևի թե այսքանով այսօրվա վլոգը ես ավարտեմ, գնամ ուզում եի թաբուլե սարքեի, բայց ոնց որ թե տոմատի մածուկ չունեմ, երևի թե Սամվելին կգրեմ, կասեմ թող մտնի տոմատի մածուկ, հետը գնի բերի, երևի թե չգիտեմ, տեսնեմ, գնամ մեղրով տորթի լիստերը թխեմ, քանի որ Արմենին խոստացել եմ, եւ ուրիշ տենց գործ չունեմ անել, որ ճիշտ ասեմ, այսօր հանգստանում եմ։ Այսպես սիրելիները, շատ շնորհակալություն, որ դիտում եք, շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք, եթե չեք բաժանորդագրվել, կխնդրեի բաժանորդագրվեիք։ Դա ինչ որ ձև նաև մեզ մոտիվացնում է վլոգերներին, որ շարունակենք մեր սկսած գործը, քանի որ երբ բաժանորդները ավելանում են, դու հասկանում ես, որ ինչ-որ մի բան ճիշտ ես անում, նշանակում է մարդկանց հետաքրքիր է եւ նրանք քեզ ցանկանում են եւս մեկ անգամ դիտել։ Չնայած շատ լավ գիտեմ, որ դիտելու համար պետք չի բաժանորդագրվել, ես շատ լավ գիտեմ, որ շատերը դիտում եք, չեք բաժանորդագրվում, այո, բայց ցանկալի կլիներ, որ բաժանորդագրվեիք, իհարկե դա ձեր ցանկությունն է, ոչ մեկ ձեզ չի ստիպում, պարզապես խնդրում։ Դե ինչ հուսով եմ չձանձրացրեցի, ես մի քիչ բժշեցի, որ ճիշտ ասեմ, թուլացա, նստեցի, ձեզ լավ օր եմ ցանկանում, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Ինչպես միշտ, պաչիկ, լավ մնացեք։